Մենք գտնվում ենք Ռոստովի Սուրբ Խաչ եկեղեցում, Տեր հոր հետ անց ենք կացնում փոքրիկ էքսկուրսիա, ծանոթանալով մեր եկեղեցու պատմությանը։ Օրհնեցեք Տեր հայր ջան։ Աստված օրհնի, Սաթիկ ջան, բարի գալուստ, բարով ես եկել։ Շնորհակալություն։ Սուրբ Խաչ վանական համալիր, սա եղել է վանական համալիր, վանք։ Այո։ Կառուցել են հայերը, ովքեր անից տեղափոխվել են Ղրիմ, Ղրիմի Սուրբ Խաչ վանքը 14-րդ դարի հետո Եկատերինա Կայսրուհին իրենց տեղափոխել է այստեղ եւ եկել 1783-ից սկսել են եկեղեցու հիմնադրությունը, վերջացրել են 1792-ին ու ժամանակին սովետական միության ժամանակ փորձել են քանդել, չեն քանդել Մարտիրոս Սարյանի ջանքերով, որտեղ ինքը այստեղից է, ինքը այստեղ Գերագույն խորհրդի անդամ է եղել, ինքը առաջարկել է եկեք նորոգենք ու դարձնենք հայ-ռուսական բարեկամության թանգարան, որպես էլ եղել է, վերջի անգամ նորոգել են 1972 թվականին։ Այստեղ թաղված են մեր մեծերը Ռաֆայել Պատկանյան, Միքայել Նալբանդյան, մի քիչ են կողմ Հարություն Վարդապետ Ղալամդարյան։ Տարածքը շատ մեծ է, 3 հեկտարից ավել, այդպես գեղեցիկ ծառներ ունենք, լավ խնամված, մշակված եւ եկեղեցին նորոգության կարիք ունի։ Եկեղեցուց բացի էլի հարակի շինություններ ունենք, որ պիտի նորոգվի, այստեղ առաջ Աստված հույսով ենք, որ բարերարները կօգնեն Տեր հայր ջան, հույսով ենք, որ մեր եկեղեցին կվերանորոգվի եւ դեռ դարերով մեր հավատացյալ ժողովուրդը իրենց աղոթքները առ Աստված կբարձրացնեն եւ կունենանք ձեր նման նվիրյալ Տեր հայրեր, որոնք պատրաստ են ծառայելու ժողովրդին։ Ում գերեզմաններն են Տեր հայր ջան, մի հատ ներկայացրեք, խնդրում ենք։ Հենց այստեղից են եղել։ Այո։ Եվ որ գերեզմաններն են շատ տեղյակ չեն, գիտեն ուղղակի արձաններ են։ Իրենք հենց այստեղ խաղված են, նաև գերեզմանների վրա իրենց արձաններն են կառուցված։ Ռաֆայել Պատկանյան, Միքայել Նալբանդյան։ Այո։ Արձաններն էլ նորոգության կարիք ունեն, տեսնենք էլի առաջ Աստված կամաց պիտի ահագին բան անի։ Թող Աստված բարի մարդկանց սրտում բարիորեն դնի կամեցողություն, որպեսզի մեր եկեղեցին վերակառուցվի։ Այս մասում ի՞նչն է գտնվում Տեր հայր ջան։ Որ գետն է այստեղով հոսում Տեր հայր ջան։ Ծիմեռնիկ գետի հենց ափի վրա է կառուցված մեր եկեղեցին։ Այն արչևին էլ մեծ կղզին էլի եղել է Վանքապատկան կղզի, Միաբանների հանգստի գոտին է եղել։ Հիմա մերը չի։ Իսկ վերադարձնել հնարավոր չէ։ Հնարավոր է, բայց այս վերադարձրածը քանի որ չեն կարողանում լավ պահպանել, մի քիչ վտանգավոր չեն տամես։ Այս աստիճանները էլի պատմական աստիճաններ են, լրիվ պիտի նորոգվի։ Այո։ Այնտեղ աղբյուր ունենք, գնանք այնտեղից ցույց տվեք Տեր հայր ջան։ Խաղողի վազերը մշակված է, բերք տալիս է։ Բարդ սու լավ բերք են տալիս, առաջի տարին անցյալ տարի չտվեց, բայց այս վերջի տարին լավ բերք տվեց։ Հույսով ենք Տեր հայր ջան, որ գալիս են, օգտվում են, տանում են։ Այստեղ փակ է, չեմ կարող փակել են, որտեղ ադմինիստրացիան էլ միշտ խնդրում է, որ փակեք, որտեղ աստիճանները շատ անմխիթար վիճակում են, մարդիկ են գնում իրենց ջարդուխուտ են անում, բողոքում են, դրա համար փակել են մինչև նորոգվի։ Մենք կողմն էլ դրազմիկն է իր ջրով Մեջը եկեղեցուն են պատկանում։ Միջև որ մասը Տեր հայր, կարող եք ցույց տալ։ Այս փողոց է անցնում ներքևով։ Փողոցն էլ մերն է, բայց տրված է օգտագործման քաղաքին, բայց գծագրով մերն է, միջև մեքենան որ կանգնած է, միջև այդտեղ էլ մերն է, պարզ է։ Այդ դեմի տարածքը հնարավորություն կա, որ ժամանակին այս վանքին է։ Ամբողջ այս կղզին, ոնց որ տեսնում եք։ Տարածաշրջանն է պատկանում, բայց կղզին հաստատ Միաբանության հանգստի գոտին է։ Տեր հայր ջան, ինչ կցանկանաք մեր հայ հավատացյալ ժողովրդին եւ ինչ ձևով կուզենաք, որ իրենք դիմավորեն մեծ զատիկը մեր եւ ինչպես եք պատկերացնում մեր հայ ազգի վիճակը, այս ծանր ոնց ասեմ, պահերից հետո ինչ ցանկություն եւ ինչ կուզենաք։ Ցանկությունն է, որ մենք դաց կատարենք դեպի Աստված եւ մեր հիմքը, մեր արմատները ինչպես ապրել են մեր պապերը։ Օրինակի համար մեր պապերն եկել են առաջնահերթ համարել են կառուցել այս եկեղեցին, իրենք իրենց տները չեն ունեցել։ Եկեղեցին են կառուցել, հետո մտածել են իրենց անձնական տների մասին։ Այսօր մեզանից շատերը ավելի ճոխ ու թանկարժեք տներ ունեն, քան այս եկեղեցին է, բայց չեն ուզում եկեղեցու ունենալ, բայց կօգնեն։ Մաղթանքս է, աղոթքս է, որ այո, կարողանանք Աստծո կամքի մեջ ապրել, դա շատ կարևոր է։ Ոչ թե ձևական քրիստոնյա լինենք, ինչպես
այստեղ շատ հաճախ նկատում են, գալի մոմը մարդիկ դնում ու լույսի արագությամբ փախում են, այլ իրականում քրիստոնյա լինենք, Քրիստոսով ապրենք, Աստծո կամքի մեջ ապրենք եւ ամեն ինչ լավ կլինի։ Շնորհակալություն Տեր Հրճան, թող ձեր խոսքը լսելի լինի։